ուզում եմ ընդգծել Հայաստան-Ադրբեջան սահմանի 12 կիլոմետրանոց հատվածի սահմանազատումը, դա էլ է շատ կարևոր գործոն Հայաստան-Ադրբեջան թշնամանքի հաղթահարման առումով եւ դրանով իմ համոզմամբ մեկնարկ է տրվել այդ թշնամանքի հաղթահարման եւ այն, որ Կիրանցի դպրոցը Ադրբեջանի հետ սահմանից 50 մետր հեռավորության վրա է գտնվում, այլևս սարսափելի չի հնչում Կիրանցի դպրոցի աշակերտների համար, սա իմ ասածի ամենավառ վկայությունն է։ Այսօր Կիրանցի դպրոցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում։ Սա խաղաղություն է։ Խաղաղությունը սա է։ Խաղաղությունը նաև այն է, որ արդեն ավելի քան 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերում կրակոցի ձայներ չեն լսվում։ Ոչ միայն կրակոցի ձայներ չեն լսվում, այլև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերում շուրջ ավելի քան 3600 նոր առանձնատներ են կառուցվում կառավարության նախաձեռնած տնաշինական ծրագրով, որ հանրության շրջանում հայտնի է որպես 16 միլիոնի ծրագիր։ Ավելի քան 3600 նոր տուն սահմանամերձ այնպիսի բնակավայրերում, հարգելի գործընկերներ, որոնց ճնշող մեծամասնությունում անկախությունից ի վեր գործնականում ոչ մի տուն չէր կառուցվել։ Հասկանում եք, 3600 տուն, նրանց մի զգալի մասը այնպիսի բնակավայրերում սահմանամերձ, որտեղ 30 տարվա, ավելի քան 33 տարվա պետության գոյության ընթացքում ոչ մի տուն չի կառուցվել։ Ավելին, հիմա այդ բնակավայրերում, դրանց մի մասում ոչ միայն տներ են կառուցվում են դպրոցներ, 18 դպրոցի կառուցման նախագիծ է իրականացվում, 21 մանկապարտեզի կառուցման նախագիծ է իրականացվում այն գյուղերում, որտեղ անկախությունից ի վեր այն գյուղերի իհարկե կան առանձին վերցրած տներ, առանձին վերցրած գյուղերում։ Հիմա այդտեղ 18 դպրոցի շինարարության եւ 21 մանկապարտեզի շինարարության նախագիծ է իրականացվել, որոնց մի մասը ավարտվել է, մի մասը կավարտվի այս տարվա ընթացքում, մի մասը կավարտվի 2027 թվականին։ Հաստատված խաղաղության շնորհիվ այսօր Հայաստանի Հանրապետություն ադրբեջանական երկաթուղիով ապրանքներ են ներկրվում։ Ադրբեջանից նավթամթերք են ներկրվում Հայաստանի Հանրապետություն, ինչի արդյունքում մեր քաղաքացիներն ու բնակիչները արդեն իսկ տասնյակ միլիարդների խնայողություններ են ունեցել, որովհետև ադրբեջանական նավթամթերքի ներկրումը ի վերջո այն վերջին գործոնն էր, որի արդյունքում մենք ավարտեցինք նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդում օպերացիան, որը տևում էր 8 տարի, էլի բաներ կան, որ տևում են 8 տարի, եւ մեր քաղաքացիները հարցնում են, բա ինչի 8 տարի, շատ պարզ պատասխան ունի, որովհետև այդ դեպքերում մենք ոչ թե ուղղակի պարզ գործողություն ենք անում, մենք բառից բուն իմաստով էլի կանդրադառնամ, մաֆիայի դեմ ենք պայքարում, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, բառից բուն իմաստով, այո, երբեմն եւ ներհայաստանյան լիներ միայն այդ մաֆիան, բայց այդ մաֆիան երբեմն ունի այլ տեղերում, այլ ճյուղեր։